Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ դրոշների հետ կապված։ Հիմա նայեք։ Կառավարությունը, պետությունը, իշխանությունը ունի ռազմավարական ծրագիր եւ համար 1 խնդիրներից մեկը սահմանների բացումն է, որպեսզի պետությունը կարողանա շնչել, տնտեսապես շնչել։ Դա մեր թոքերն են։ 90-ականների Արցախյան պատերազմը երբ որ սկսվեց, Թուրքիան բլոկադայի ենթարկեց մեզ, փակեց սահմանները։ Պատկերացրեք, երբ որ սովետական միության ժամանակ որոշակի օրեն փակ էր, դա հասկանալի էր, սովետական միությունն էր եւ փակ էր բոլոր կողմերից, բոլորի հետ գրեթե։ Բայց երբ որ անկախությունից հետո փակ է պահում, դա այլ խնդիր։ Օրինակ Վրաստանը նույնպես սովետի ժամանակ փակ է, հիմա բաց է։ Հետո բացվեց, չէ՞, երբ որ ինքը անկախ պետություն, որպես Թուրքիայի անկախ պետության հետ դիվանագիտական հարաբերություններ ունի, իսկ եթե ձեզ թվում է, թե Վրաստանը չի եղել Օսմանյան կայսրության տիրապետության ներքո չի ասպատակվել թուրքերի կողմից չարաչար սխալվում եք, այնուամենայնիվ 21-րդ դարում այլ աշխատանքներ են տանում եւ վրացի ժողովուրդն վստահաբար չի մոռացել, թե թուրքն ով է։ Մեր ուղղությամբ փակվեց, բլոկադայի ենթարկվեց։ Եվ մենք Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք։ Հիմա ձեզ հարց եմ տալիս. եթե սահմանների փակ մնալը լավ բան է, Թուրքիան ինչի է փակ պահում, մեր լավն է ուզում։ Չէ։ Որովհետև սահմանների փակ թողնի, այդ ոնց որ օրգանիզմը թողնես առանց թոքերի։ Օրգանիզմը ոնց որ չշարժվի, կփտի, հասկանում եք։ Հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի սահմանները բացվեն։ Եվ դա մեր պետության համար անհրաժեշտություն է ու շատ ավելի կարևոր, քան ձեր այդ մի հազարավոր, միլիոնավոր դրոշները, որ կարող եք երբևէ վառել։ Հասկանում եք։ Հիմա պետության ղեկավար անձնակազմը, ով ներկայացնում է հայ ժողովրդին եւ հայ ժողովրդի իղձերն ու ցանկությունները, թուրք ղեկավարի նույն դրամաբանությամբ հետ շփվում են, ասում են բերեք բացենք սա։ Թուրքը գիտի, որ բացի Հայաստանի համար լավ է, իհարկե փորձում է ձգձգի։ Մերոնք այլ աղբյուրներով փորձում են որոշակի ճնշումներ գործադրեն, որպեսզի այդ սահմանը բացվի։ Գալիս է բանը հաստում ասենց եզրակետին, որ արդեն գնում են այլ տիպի հարաբերություններ, այլ տիպի շփումներ, այստեղ որոշում են Թուրքիայի դրոշը վառել։ Հիմա Թուրքիայի ղեկավարը կամ դիվանագետը, մեր ղեկավարին կամ դիվանագետին ներկայացուցչին ասում է, գիտես ինչ, դու վտանգ ես ներկայացնում, դու վառում ես իմ դրոշը։ Հիմա այս դիվանագետը ինչ պիտի ասի, գիտեք ինչ, այդ դաշնակներն են, իրանք քանի որ ցեղասպանությունը, բայց մեզ է հոթու ջրի պես պետք։ Ես չեմ ասում մոռանալ, ուրանալ, չի կարաս ես ու նախ դաշնակներ դուք չեք, որ պիտի ուշադիր լինեք, որ հանկարծ ուրացող ու մոռացող չլինի, հələ դուք ձեր հերթին մի ուրացեք ու մոռացեք, մնացածը լավ կլինի, հա։ Դնում եք շատ ծանր վիճակի մեջ Հայաստանին։ Տեղից հազիվ եկե հասել է մի կետի, որ կարա այդ ընդ որում ես երեք դիտում էի Արծվիկ Մինասյանի հարցազրույցը Պետրոսին, լավ չեք ամաչում։ Ինչ է նշանակում, տենց բան չի եղել, ես չեմ հավատում, տեղյակ չեմ։ Այս 3 բառակապակցություններով այ հենց այդպես 20 տարի առաջնորդում էիք։ Դա գիտեք չի կարելի էլի տենց։ Հավատաս չհավատաս դա եղել է, տեղյակ չես, տեղեկացի, խնդրեմ քեզ ասում են, որ այո Քոչարյանը եւ Սերժն էլ ուրացել են ցեղասպանությունը։ Սա էսպես։ Ըստ WikiLeaks-ի, այո, եւ WikiLeaks-ը սա աշխարհը հավատում է, մենակ դաշնակներին խափում է։ WikiLeaks-ը նրա համար է, որ դաշնակներին խափի։ Բայց մարդ եք։ Բայց ես գիտեք մի հատ էսպիսի բան ասեմ, Քոչարյանը երբ որ ասում է ինձ հետաքրքիր չի ցեղասպանության ճանաչումը, ինձ պետքա ճանապարհը բացվի, ես այստեղ որոշակիորեն ըմբռնում եմ իրեն։ Տեսեք, վատ բան չեմ ասում, լավ բան եմ ասում։ Քոչարյանը լավ բաներ չունի, բայց այս իմաստով ճիշտ է, ինքը վատ արտահայտություն է անում ու կարելի է այդ արտահայտության առաջի հատվածը գոնե չանել։ Ինչ նշանակում հետաքրքիր չի։
Բայց եթե այդտեղ փորենք, գտնենք ակունքը, դառնում է հետեւյալը, որ սահմանների բացումը ավելի կարևոր է։ Այսինքն դուք ինքներդ հիանալի գիտակցում եք սահմանների բացումը ինչ կարևոր է։ Դուք Սերժի հետ կոալիցիոն իշխանություն եք եղել։ Սերժը ամեն քայլի պատրաստ է եղել գնա, միայն թե սահմանները բացվեն, ընդ որում Ծիծեռնակաբերդի լույսերն էլ անջատելով, չգիտեմ ինչ անելով, մի խոսքով։ Սա ուրացման որոշակի բան է։ Մի քիչ վատ դիվանագետ է եղել, շատ է զիջել սահմանները բացելու դիմաց։ Դրա համար էլ գնահատականքի է արժանացել, ինքն էլ դուք էլ հետը։ Հիմա սահմանների բացման, հիմա Նիկոլ Փաշինյանը սահմանների բացման հետ կապված հարաբերությունների հետ հաստատվածները, եթե անհրաժեշտ է մի հատ էլ Էրդողանի գրքով կկանգնի ու կնկարվի, հա, պետության համար է դա։ Դուք դա եք քարկոցում։ Հիմա եկել հասել է այդ կետին, որը որ դուք ինքներդ էլ գիտեք անհրաժեշտությունը օդու ջրի պես պետք է։ Խնդրում եմ ինձ ասեք, այս ձեր դրոշ այրելը, ըստ ձեզ, ինչի է հանգեցնելու այս մասով։ Կամ ուղղակի ասեք, դուք կողմ եք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, թե ոչ։ Եթե դեմ եք, ասեք մենք դեմ ենք, որ Թուրքիայի հետ սահմանները բացվի։ Եվ այս ուղղությամբ թող գնա դիսկուրսները, բանավեճերը եւ այլն։ Բայց չէ, դուք միևնույնն է, կողմը լալով դեմ եք, դեմը լալով կողմ ախպեր։ Նայեք, ցանկացած կուսակցություն կամ կազմակերպություն իր անունով փորձում է արդեն դիմացինին հուշի իր գործունեության մասին։ Օրինակ, հանրապետական կուսակցություն, ինչ է նշանակում։ Երբ որ լսում ես հանրապետական, իհարկե ես մեր շարմազանների բաների հետ չեմ, էլի, հանրապետական կուսակցություն, օրինակ նույն Ամերիկայում էլ հանրապետական կա։ Հանրապետական կուսակցությունը հռչակում կազմակերպությունը իրեն, այսինքն հանրության պետություն է դա։ Հա, ու սահմանադրությունը առաջնային է։ Իր հիմնական ուղղությունը պիտի լինի այդ բանով, ակունքներով, հա։ Կամ, չգիտեմ, ժողովրդավարական, քրիստոնյա դեմոկրատական բան։ Հասկանում ես, որ քրիստոնեությունն առաջին պլանում եւ ժողովրդավարությունը գործողությունները հիմնականում այս պլանով են գնալու, մնացածում էպես, բայց հիմնականում դա է։ Քաղաքացիական պայմանագիր քաղաքացու հետ, այսինքն քաղաքացու հետ է ուղիղ աշխատանքը եւ ավելի թիրախային է փորձելու գործել։ Քաղաքացու հետ է աշխատում։ Հիմի դաշնակցություն, հայ հեղափոխական դաշնակցություն, 134-րդ տարեդարձներ նշում, տարելիս չասենք մի վատ բան չստացվի։ Ինձ հետաքրքիր է, 134 տարի առաջ ում դեմ հեղափոխություն եք փորձել նախաձեռնել եւ ովքեր են եղել ձեր դաշնակիցները, ում հետ եք պատրաստ եղել դաշնակցելու, որպեսզի հեղափոխություն տեղի ունենա։ Եվ 21-րդ դարում, երբ ունենք Հայաստանի Հանրապետություն, դուք հեղափոխական ձեր նպատակներին հասնելու համար ում հետ եք պատրաստ դաշնակցել պետության ներսում։ Սրանք սիմվոլիկաներ են, կարող եք ուշադրություն դարձնել, կարող եք չդարձնել ժողովուրդ ջան, ես դարձնում եմ։ Ամեն գնով հասնել նրան, որպեսզի հարաբերություններ չհաստատվեն Թուրքիայի հետ։ Որովհետև Թուրքիայի հետ եթե հարաբերություններ հաստատվեն, ոչ ոք Ծիծեռնակաբերդի լույսերը չի անջատելու, բնականաբար։ Եվ գիտեք ինչ, օրինակ,
Դուք ով եք, որ խոչընդոտում եք իմ մի շատ կարևոր ցանկությանը։ Տեսեք, որ ինչու՞մն է կանում այդ ցանկությունը։ Ես ունեմ ցանկություն ունենալ հնարավորություն ազատ շփվելու թուրք ժողովրդի հետ։ Ու այդ ազատ շփվելու ընթացքում փորձել հասկանալ նրանց հոգեբանությունը, իրենք ինչպես են վերաբերվում, ինչու պահանջ չեն ներկայացնում իրենց ղեկավարությանը, կառավարությանը, որպեսզի ընդունվի ցեղասպանությունը եւ հատուցվի ինչ-որ կերպ։ Չէ՞ որ դա վատ բան է ու դա այդ մեղքը իրենք քարշ են տալիս 110 տարի։ Ես ուզում եմ այդ շփման մեջ մտնել իրանց հետ։ Գուցե իրանք չգիտեն, գուցե սխալ գիտեն եւ գուցե մեր շփման ընթացքում իրենց մոտ կարևոր բաներ արթնանան։ Ինչու եք դուք դա արգելում։ Իսկ ուրիշ ո՞նց պիտի թուրք ժողովուրդ, էլ ո՞նց պիտի թուրք կառավարությունը կամ իշխանությունները ինչ որ քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ։ Ո՞րն է ձեր ցանկությունը, նպատակը, ո՞րն է։ Դուք չունեք գծած։ Չունեք։ Եվ երեք էլ այո հարցազրույցի ընթացքում ինչպես եւ դրանից առաջ Գառնիկ Դանիելյանը, այնպես էլ դու Արծվիկ Մինասյան չունեք պահանջ ձևավորած։ Ինչ եք պահանջում Թուրքիայից։ Ցեղասպանության ճանաչում ճանաչել է, առաջիններից մեկը ինքն է ճանաչել, եթե ոչ ամենաառաջինը։ Ու դու ով ես եղել։ Ով է եղել քո պետությունը, դու ասելով քո մեր բոլորից ասենք ով է եղել հայը, որ այդ ճանաչելուց հետո իրանից փոխհատուցում պահանջել։ Հենց իմի որ ճանաչի, մի հատ էլ ասի։ Դու կարողանալու ես բան պահանջել։ Կաս այդքան։ Եվ գիտեք, այո, համաշխարհային դիվանագիտության մեջ ցած խղճմտանքներ, հանուն ճշմարտություններ, չգիտեմ ինչեր չեն լինում։ Շատ կոպիտ է այդ խաղը։ Շատ կոպիտ։ Ու հավատացեք, այն հանցագործների միտեղ իրար հանդեպ հաշվի արդար տեսնելուց շատ չի տարբերվում։ Միայն ֆիզիկական բան չկա։ Մնացածը կա։ Չունես երբեմն ֆիզիկականն էլ կա։ Ադրբեջանի մասով խաղաղության ծրագիր են փորձում իրականացնել։ Դուք չեք ուզում խաղաղություն։ Ո՞րն է, ասենք, որ դեպքում է պատրաստ դաշնակցությունը ընդունել խաղաղության պայմանագիրը։ Մատ խնդրում եմ ասեք։ Դուք անգամ այդտեղ ծրագիր չունեք։ Դուք խոսելու չեմպիոններ եք ու վերջ։ Անգամ այդտեղ ծրագիր չեք առաջարկել ու չեք էլ առաջարկելու։ Որովհետև ձեր խնդիրը բոլոր տեսակ առաջարկները քանդելն է։ Պետականության զրոյացումն է, որպեսզի պետությունը ստիպված լինի տեղավորվել ռուսական կայսրության տակ։ Հիմա եկել հասելա դրան։ Դուք ինչ եք դնում դրոշը վառում։ Ադրբեջանի դրոշը ինչ եք վառում։ Ինչ եք Ալիևին լավություն անում։ Ուղիղ ձևը ու դիտավորյալ, այո, հենց մտածված լավություն, ինչ եք անում Ալիևին։ Դուք ով եք։ Դուք հայ ազգի թշնամի չեք։ Անկամ նայում են միջազգային դատարանում դատերը, անգամ մարդը, որ մի հատ նկար էր գցել, որ ծնունդն է տորթ են թխել Արցախում, բերել հասցրել են միջազգային դատարան, ասում են տեսեք իրենք սոված չեն ապրում, տորթ ունեն։ Դուք ո՞նց եք կարծում։ Անհրաժեշտության դեպքում չեն ասելու, սրանք ուժ իրենք հենց ագրեսորն են, շարունակում են մնալ ագրեսորը, որովհետև մենք իրենց լոզունգ բանը հենց դա է, որ իրենք ադրբեջանցիներով համաձայն են խաղաղությանը, իսկ Հայաստանը ամեն ինչ անում է, որպեսզի չլինի այդ խաղաղությունը։ Իրենք էլ դա են ասում, ինչում մենք ենք իրենց մեղադրում, նույնն է իրենք են մեզ մեղադրում։ Լեգիտիմություն են փնտրում, որպեսզի պատերազմ լինի։ Ինչ եք տալիս այդ հնարավորությունները։ Ես չեմ ասում դրոշ այրելով հեսա մի հատ հարձակվելու էլ ամենամասշտաբ պատերազմը սկսվելու, բայց դիվանագիտական դաշտում, երբ որ աշխարհի լիդերների հետ նստած կլինեն, Ալիևը կասի գիտեք ինչ, ինչ խաղաղությունից եք խոսում, սրանք նացիստներ են սրանք։ Հեսա, իրենք էս մեր դրոշը դրել են վառում են։ Դու հա գնաս, որովհետև դուք այդ ֆիքսդ ման ենթարկեցիք ասում։ Դու ով ես որ ասես։ Գոյություն ունի պետություն։
Պետություն եւ պետությունն է մշակում ռազմավարությունները։ Երբ որ մենք կայսրության ժողովուրդ լինենք, այո, պետք են լինում լիդերներ, որ ներկայացնեն ժողովրդի շահերը իրանց էջ խելքով երբեմն ցավոք սրտի։ Բայց երբ որ ունես պետություն, դու ես որոշես եւ ամենավատը այս ամեն ինչը, քանի որ զգացմունքային ֆոնը այնպեսին է, որ այո, ցանկացած հայի սրտով է գուցե որ տեսնի դրոշները վառվելուց զերը ճարնի մի հատ էլ ճղի նոր վառի։ Քանի որ այդ դու գիտեք ինչ իմ ցանկության իմ մեջ նման ցանկություն չկա իմ ներսում։ Միայն դրոշը չէ, ինչ ունեն չունեն հավեսով ճղեի ու կվառի ու կվերացնեի քանդու քարապ կանեի։ Բայց այդպես չի աշխատում։ Ես իմ գլխու չեմ։ Սա պետություն է, ու պետությունը ինձանից լավ հաշվարկել է ամեն բան ու գալիս է նրան, որպեսզի խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Ու ես պիտի հլու լինեմ դրան։ Պիտի կարողանամ զսպել իմ զգացողությունները։ Որովհետև ես այդ պետության քաղաքացին եմ։ Բա հարգելի սփյուռքա հայեր, դուրս եկել ամեն մեկը մի երկրում, որտեղ որ ապրում եք, երթեր եք անում։ Այդ երկրներում արգելվում է դրոշ այրելը։ Օրինակ Փարիզում Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշը խիչ եք այրում։ Հենց դեսպանատների մոտ, հա։ Որովհետև այնտեղ գիտակցում եք, չէ՞ որ դա լավ, խիա կարելի Երևանում դա անել։ Այն էլ է շատ վատ իրավիճակում, շատ բարդ իրավիճակում։ Ոչ միայն Հայաստան-Ադրբեջան կամ Հայաստան-Թուրքիա համատեքստում, այլ ամբողջ տարածաշրջանի համատեքստում։ Պարզապես սարսափելի է։ Սարսափելի է մեր տկարամտությունը, մեր անհեռատեսությունը, մեր տգիտությունը ու դաշ չքաղելու մեր այդ պնդաճակատ մոտեցումը։ Պարզապես սարսափելի է։ Եվ դուք թույլ չեք տալիս, թույլ չէ, այ դրա համար եք միշտ եղել ԿԳՄՍ կրթության ոլորտը միշտ դաշնակները սեփականաշնորհած են եղել։ Այն հենց դրա համար, որ ճշմարտությունը պահվի, թաքցվի, որ պրոպագանդան այլ կերպ աշխատի, որ ու իրենք էլ դառնան այդ տեղի բաները, ծայրահեղ ազգային ուժերը։ Երեք նստել Արծվիկ Մինասյանը ազգային ուժի իրենց կարողություններից է խոսում։ Սա չի ձեր ազգայինը, իմացած դուք ազգային ուժ չեք կարող լինել։ Ազգային ուժը ես եմ։ Ազգայինն էլ եմ ես, պետականն էլ եմ ես։ Դուք հակ ազգային ու հակապետական եք։ Ես ձեր բոլոր գործողությունները, բոլոր, ընդ որում որ թվից եք ուզում գանք։ Դուք ասեք տարեթիվը, ես գամ այդ տարեթվից ու ցույց տամ ձեզ դուք ինչքան եք հակազգային ու հակապետական։ 134-ամյա ձեր պատմության մեջ նշեք տարեթիվ։ Իսկ այն ինչ որ մեր աշխովա տեսել, այսինքն վերջին 37 տարիների ընթացքում, 35 տարիների ընթացքում, դրանից ենքում ասելիք էլ չկա։ Դուք ինքներդ եք ասել ձեր հակապետական ու հակազգային լինելու մասին։ Դուք ինքներդ ձեր հայտարարություններով, պաշտոնական հայտարարությունների մասին է խոսքը, այո։ Մի հսկայական նյութ կար, հսկայական ու շատ կարևոր։ Երևի թե ամեն դեպքում ես կընթերցեմ մյուս հաղորդումներին, որովհետև կարծում եմ հիանալի նյութ է, բայց ինքը բարդ է գրած։ Ու գիտեք ինչ, վատը այն է, որ այդ բարդ նյութերը հասարակությանը դժվարությամբ ես մատուցում։ Եվ դա ձեր բոլոր ժամանակների կրթությունը դեգրադացնելու արդյունքն է։ Հակա-հայ երեխա եք եղել դուք։ Հայ երեխաներին հակա եք եղել դուք, որ դպրոցում մանկապարտեզ չունենան, այդ եք դուք եղել։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։